Տիկին Ղումաշյան այսօր հանդիպում ունեցաք էջմիածինցիների հետ, որն էր ձեր ասելիքը նրանց։ Քանի որ շատ էինք զանգեր ստանում Էջմիածնից եւ այստեղ մեր ձևով շարժման համակիրներից որոշեցինք անձամբ գալ եւ թիմով այցելենք մեր սիրելի Էջմիածին քաղաքը։ Այստեղ իհարկե ակտիվ քաղաքական քայլեր են տեղի ունենում, քանի որ քաղաքը պատրաստվում է ընտրությունների։ Մենք բացատրեցինք հիմնական մեր մոտեցումները այստեղ կայացող ընտրությունների շրջանում եւ իհարկե հորդորեցինք, որ բոլոր մեր հայրենակիցները առաջին հերթին գնան ընտրությունների, ոչ ոք չմնա տանը, չմտածի, որ իր ձայնից որևէ բան կախված չի, դա կարևոր ուղերձն էր այսօրվա, որ բոլորը հորդորեն իրենց ընկերներին, բարեկամներին գնալ ընտրությունների եւ հնարավորինս ընտրություն կատարել դեպի հակաիշխանական ուժերի, որպեսզի այստեղ քաղաքում որևէ ընտրակեղծիքներ տեղի չունենան։ Այսօր նաև այցելեցինք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դա հնարավոր չէ չայցելել, երբ որ գալիս ես Էջմիածին, մոմավառություն իրականացրեցինք եւ մնացինք հավատարիմ մեր հայ առաքելական եկեղեցու արժեքներին եւ սպասում ենք այն կարևորագույն օրին, որ տեսնենք, որ այստեղ Էջմիածնում արդար ընտրություններ տեղի կունենան։ Իսկ ինչ եք կարծում, ընդդիմադիր ուժերի միջև կոնսոլիդացիա այստեղ կլինի, այսինքն հնարավոր է Գյումրիի մեթոդով վերցնել իշխանություն նաև Վաղարշապատում։ Ես կարծում եմ, որ այո, հիմա շատ կարևոր է, որ երբ որ ընդդիմադիր ուժերը տեսնում են, որ քանակային զիջում են իշխանականներին, կարևոր է նաև համախմբվել, կոնսոլիդացիոն ուժեր համախմբել իրար շուրջ եւ գնալ ընտրությունների, միայն թե այնպես անել, որպեսզի իշխանական ուժերը չկարողանան այս քաղաքում, ինչպես եւ Գյումրիում, անցնեն եւ իշխեն։